տվեց, երբ որ եւ երկրորդ նախագահը եւ ես Արցախում էինք, իհարկե տարբեր ժամանակներ էինք գնացել եւ եսի մասին ասեմ, համոզվեցի, որ մեր գործերը շատ վատ են գնում։ Կներեք, էլի որ օրերի մասին է խոսքը դա։ Դա հոկտեմբերի ամենասկզբների մասին է։ 1-2 երևի։ Բայց միջև այդ մի բան էլ ասեմ, որ երբեք չեմ ասել։ Սեպտեմբերի 30-ին ես այս աշխատասենյակում հանդիպել եմ Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետի հետ, որին իր խնդրանքով գնահատական եմ տվել իրադարձություններին տեղի ունեցող եւ ասել եմ, որ ես արդեն վատ զգացողություն ունեմ, ես կարծում եմ, որ մեր գործերը այդքան էլ լավ չեն գնում եւ եթե տեղի ունենա ողբերգություն, ապա Հայաստանում իրավիճակը շատ է փոխվելու, առաջանալու են հակառուսական տրամադրություններ եւ սրանք փորձելու են Հայաստանը դուրս տանել մեր անվտանգության երաշխավոր հանդիսացող կառույցներից։ Էլ շարունակությունը չասեմ, ուղղակի իմ ասածից իմաստը կայանում է նրանում, որ արդեն հոկտեմբերի 30-ին ես այդ առումով վատ զգացողություն ունեցա։ Ինչևէ, երբ որ հասել եմ Արցախ, Ներեցեք, սեպտեմբերի 30-ին։ Սեպտեմբերի 30-ին։ Այո, սեպտեմբերի 30-ին, շատ լավ։ երբ որ հասել եմ Արցախ, այնտեղ հավաքվել էինք երկրորդ նախագահներ, ես էի, Արցախի երկու պաշտոնաթող նախագահները, Արցախի նախագահը եւ մեր մարտական ընկերներից մի քանի հոգի, ես ուղղակի խնդրել եմ Բակո Սահակյանին, որպեսզի կազմակերպի հանդիպում կամ ինչպես բառերով ասեցի, որ Արցախի նախագահին ասա, որ ես շատ եմ խնդրում, որ ինձ ընդունի։ Ինչ է ուզում ասել այդ ընդունելության ժամանակ։ Նախ ուզում էի ասել, որ ես տեսնում եմ, որ մենք գնում ենք պարտության ձախողման եւ անհրաժեշտ է համոզել Հայաստանի կառավարիչներին, որպեսզի դադարեցնեն պատերազմը, խնդրելով Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Եվ երկրորդ, դե ասեի, ինչով կարող եմ օգտակար լինել։ Ի վերջո, տևական ժամանակ ես զբաղվել եմ այդ գործով, գրեթե անխտիր ճանաչում էի այնտեղ մարդկանց, ովքեր ի վիճակի էին պաշտպանություն կազմակերպելու, տարբեր խորհուրդներ ունեի տալու։ Բակո Սահակյանը մի քանի ժամ հետո ինձ ասեց, որ այստեղ չի գործող նախագահը, գնացել է Մարտակերտ, այնտեղ վիճակը որոշակի լարված է։ Ես արդեն ինչ որ բան զգացի, որովհետեւ եթե մարդը իմ խորհրդի կամ աջակցության կարիքը ունենար, ձևը կգտներ, էլի, այսինքն Ղարաբաղի տարածքը Ռուսաստանի տարածքը չէ, էլի, որ մի կողմից չկարողանաս հասնել եւ այլն, եւ ցավոք սրտի այդ վատ զգացումը ինձ չխաբեց, հաջորդ օրը Բակո Սահակյանը ասեց, որ ներողություն է խնդրում գործող նախագահը եւ նա չի կարող ընդունել, որովհետեւ չասեմ, էլի։ Որովհետեւ գիտենք, ոնց որ ասվել է շատ։ Եվ այդտեղից բոլոր պարագաներում այդտեղ պայմանավորվեցինք, այստեղ նաեւ առաջին նախագահի հետ պայմանավորվեցինք եւ Երևանում հավաքվեցինք եւ որոշեցինք, որ ճիշտ կլինի
երկու հոգի, առաջին եւ երկրորդ նախագահները գնան Մոսկվա եւ ասեմ շոշափեն տրամադրությունները հնարավոր է արդյոք հրադադար կամ պատերազմի ավարտ հայտարարել։ Ուղղակի մի խնդրանք կար, որ Բակոս Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դե համաձայնեցնեին Հայաստանի կառավարչի հետ, որ գոնե ինքը ոնց ասեմ, այդ զանգահարի կամ տեղյակ պահի, որ Հայաստանի առաջին եւ երկրորդ պաշտոնաթող նախագահները գալիս են այդտեղ շփվելու ոչ թե Ռուսաստանի ղեկավարի հետ, ոչ թե նախագահի հետ, այլ արտգործ նախարարի հետ։ Բայց ցավոք սրտի պատասխանը եղավ այն, դու իրանք ուզում են թող գնան։ Բայց այդ մարդիկ բան չեն, զորական քաղաքացիներ չեն եւ ոչ էլ են ընդունող կողմն է, էլի, այտենց միամիտ, որ առանց կառավարչի համաձայնության հանդիպեն։ Միջալոտ այդպեսի պատասխանել է եղել, որ դե հենա մեր արգործ նախարարը օրը մի քանի անգամ խոսում է լավորի հետ, էլի, իմաստը որն է որ։ Էս է։ Պարոն նախագահ, ես գայթակղությանը